Այս տարվա բերքը հավաքը մոտեցել է ավարտին։ Պակաս է այս տարի մեր տարածքում, բայց էլի գոհ ենք։ Անցած տարի մի քիչ ավելի ճոխ էր։ Բայց տես այս տարի էլ վատ չի։ Մեղուներից չի կարելի դժգոհել, ասում է Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղից Գոռ Բուդաղյանը։ Մեղվաբուծությամբ զբաղվում է 23 տարեկանից, սկսել է 1 փեթակից։ Հիմա դրանց թիվը 3 տասնյակի է հասնում։ Փեթակները տնամերձ այգում են, իսկ մեղուները ամենուր, նույնիսկ տանը, կարծես ընտանիքի մաս լինեն։ Անասնապահությամբ զբաղվել ենք, թռչնաբուծությամբ ենք զբաղվել, հնդկահավ, հավ, սագեր, խոզ, ոչխար, կով, ձի, ամեն ինչից էլ պահել ենք, բայց ամենաշատը դուրս է եկել մեղուն, մեղվաբուծությունը։ Դա ոչ միայն աշխատանք եմ արդեն ընկալում, այլ նաև հոբի է ինձ համար, առանց դրա չեմ կարող։ Մեղվանոցում հիմնականում մենակ է աշխատում, բայց երբ գործը շատանում է, կինը միշտ կողքին է։ Սկզբում դժվար էր, իսկ հիմա մեղուների լեզուն արդեն հասկանում են, ասում է Իրինան։ Սովորել եմ ահագին իրենից։ Հաճույք եմ ստանում, լավ, ասենք մեղուների հոտեն շատ հաճելի է դուրս գալիս է, ու սիրով ենք զբաղվում այդ գործով։ Մեղուների օգնությամբ նաև իրենց ապրուստն են հոգում, զուգահեռ անասունել են պահում։ Գոռի համոզմամբ խելացի տնտեսություն վարելու դեպքում կարող ես հաջողության հասնել, իսկ մեղուները այնքան են գրավել նրան, որ արդեն 16 տարի չի դադարում զարմանալ եւ հիանալ այդ փոքրիկ թևավոր արարածներով, եւ շարունակ բացահայտում են նրանց աշխարհը եւ սովորում։ Մեղվի մասին ինչքան էլ իմանաս, էլի շատ բան կա իմանալու։ Եվ աշխատում եմ եւ սովորում։ Մեղուների մասին կարող եմ ասել, որ արժանի են շատ մեծ հարգանքի, որպես այդպիսի ցիվիլիզացիա իրենք ընտանիքասեր, աշխատասեր, ասենք ամռանը կարող ժամը 5-ին հելնես, տենաս ինքը դրսից արդեն բեռնված գալիս է մեղուն։ Ու շատերը քնած են, թե կենդանիները, թե մարդիկ, իրենցից մեկին եթե կպար, բոլորը կհարցակվեն։ Շատ միասնական են։ Մեղվի հետ պետք է ազնիվ լինել, բաց հարցակ։ Ես ամենայն դեպս դրան եմ ձգտում։ Մեղուն ազնվություն է պահանջում, այո։ Մի առանձին մշակույթ է իրենց մոտ ոնց որ։ Նրա խոսքով գրեթե բոլոր խաչարձանցիները մեղվափեթակներ ունեն։ Հաշտ, համերաշխ, պատվով ու աշխատասեր մարդիկ են, ասում է ու բացատրում։ Իրենք այդպիսին են, դրա համար էլ մեղու են պահում։ Էմմա Վարդանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։